Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավաքել է իր Սուրբ Ղուրանում, իր Սուրբ անարատ ուսուցումները, վարդապետական դասընթացները մեզ փոխանցելու։ Այսօրվա մեր վարդապետական դասընթացի 19-րդ դասընթացն է, որը վերաբերվում է երկրորդ վարդապետական գրքի 8-րդ կետին, եկեղեցու շեղումների 8-րդ շեղումը, որ գրեթե կրոնավոր բոլոր եկեղեցիները շեղվել են եւ նմանվել են աշխարհից։ Ամեն, եթե կրոնավորներ են, քրիստոնյա, ոչ քրիստոնյա, բայց մենք խոսում ենք քրիստոնյա եկեղեցիների մասին։ Ուրեմն հիվանդություն ասա, որ համարյա բոլոր եկեղեցիներում տարածված է։ Ինչը շատ եկեղեցիներ ընդունել են աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը։ Ոմանք շատ, ոմանք քիչ, ոմանք բացարձակ աշխարհից չեն տարբերվում եւ մեղք են համարում աշխարհից տարբերվելը։ Ամեն բաներով, հագնելով, ուտելով, ծեսերով, տոներով, տոնակատարություններով, կռապաշտություններով, ամեն, բայց իսկական Սուրբ եկեղեցին ամեն ինչով պիտի տարբերվի աշխարհից, թե աղուկապով, թե ուտելով, թե խմելով, թե կուրքեր կրելով, ծեսերն ու ծիսակատարությունները առհամարելով, որը կրակի պաշտամունք, մարդիկ անում են, ամբողջ կրոնավոր եկեղեցին նշում է, բայց դա կրակապաշտություն է, որը Պարսկաստանից է եկել։ Եսթերի ժամանակվանից գնացեք նայեք, վարդավառ, տարբեր տեսակի տոներ, ծեսեր, որտեղ մարդն է փառավորվում եւ կրակն ու ջուրը, արարված բաներն են մեծարվում, անգամ դու իրավունք չունես քո հորը մեծարես, մորը մեծարես, կողակցին մեծարես, երեխաներին մեծարես, թեկուս ծնունները անում ենք, չէ, կռապաշտը կարաս թեթևակի քո տան մեջ քո երեխին ուրախացնես, բայց սարքում ես մեծ ճոխ կռապաշտական պաշտամունք, եւ այս բոլորը աշխարհի պղծված կերպարանքն է, ամեն, ոմանք քիչ են նվիրված աշխարհին, շատ հոգևորին, ոմանք լրիվ են աշխարհիկ, ոմանք կիսով չափ, բայց Աստծո համար կապ չունի։ Եթե մի պատվիրանը, մի քիչ նվիրված ես, ուրեմն քո անունը աշխարհիկ եւ գաղջ է, ամեն։ Ուրեմն հեսօր վարդապետական գրքի, որը եկեղեցիների շեղումներն է լուսաբանում, 8-րդ կետն է, ընթերցեմ բոլոր կետերը, 3 կետ կա բուժման։ Մենք այսօր կխոսենք առաջի կետի մասին, բաժանվել աշխարհից, նվիրվել Աստծուն, ամեն։ Դրանից հետո նոր կարաս կուրքերը հանես, դրանից հետո խորանալուց հետո հաթաթ փուլարփուր կգնանք, բնավորության գծերը, ծեսերը, ծիսակատարություններ, ամեն։ Մի անգամից ով որ կուզի փոխվի ամեն բանը աղբամարի, չի ստասվի։ Դրա համար եկեղեցում կան նորեգներ, միջահասակներ եւ հասուններ։ Նորեգներից չեն կարա պահանջի միջահասակի հասունի գործ, հասունից էլ չեն կարա պահանջի, որ նորեկի գործանա։ Կոսա մոտա խույս կատնակել չեմ, ոնց գնամ նորեկի նման մտածեմ, նորեկի նման փառավորվեմ, նորեկի նման հագնեմ, խոսեմ եւ ծեսերի մասնակցեմ։ Եթե մենք շատերին թույլ ենք տալիս, որ այդ բաներն անում են, չի նշանակում այդ մարդը կատնակել է, ամեն։ Մեկ ինչ խեղտես կմեռնի։ Պարզա, պետք է թողենք ամոզելով հասունացնենք, որ կարողանանք այդ մեղքեր, այդ կռապաշտական ցանկությունները, այդ օտարաստվածները իրեն վրայից հանենք եւ նոր արարած դարձնենք։ Ամեն։ Ուրեմն վարդապետական գիրք 8-րդ կետ։ Շատ եկեղեցիներ ընդունել են աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը։ Բուժումը։ Ճշմարիտ եկեղեցին պիտի բաժանվի աշխարհից եւ նրա բոլոր պիղծ գործերից եւ ցանկություններից, բայց էսի միանգամից կատարվող բան չի։ Հիմա կարդում եմ A կետ, B կետ եւ G կետ, բայց կխորանանք A կետի վրա։ Առաջի քայլը ինչ պիտի լինի։ Ճշմարիտ ավատացյալը իր ժամանակը ծախու առնելով պիտի մեկուսանա աշխարհից եւ նվիրվի օկուլեստությանը եւ անդադար աղոթքին ու Սուրբ գրքի կյանքին, ամեն։ Սա սկիզբն է, էսի չկա, դու չես կարա աշխարհի ցանկություններից ազատվես։ Իսկ եթե դուք աշխարհի ցանկությունների փափագում եք, կռվում եք, սրտով կարողա դուք հանել եք կուրքերը, կարողա չեք ընդունում որևէ տոն, կռապաշտական ծիսակատարության օրեր, բայց ձեր սիրտը եթե դրա հետ է,
դուք սրտով Եգիպտոս եք հարված կուտեք բնաջիշ կլինեք դու չեք կարա Քանան մտնեք ամեն ինչպես շատ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան բայց Քանան չհասան որտեվ նրանք սրտով հոգով մարմնով անապատում էին սրտով հոգով Եգիպտոսում ամեն բկետ ճշմարիտ ավատացյալը պիտի բաժանվի աշխարհի բոլոր պիղծ գործերից նվիրվելուց հետո կարա բաժանվի եթե չնվիրվի երկրորդ կետը չի կարա կատարի ճշմարիտ ավատացյալը պիտի բաժանվի աշխարհի բոլոր պիղծ գործերից ու նրա ցանկություններից եւ ոչ մի բանով պիտի չունենա աշխարհի պղծված կերպարանքը արտաքինը կուրքերը չէ արտաքինը լավ հակ ու կապ եւ գկետով ճշմարիտ ավատացյալը պիտի չզուգվի ու չզարդարվի ոչ մի տեսակի կուրքերով եւ չպճնվի քսվելիքներով ինչպես Հեզաբել պորնիկը ինչպես Բաբելոնի անառակներ պճնվե զարդարվե ասավ իշքան զինք փառավորեց այդքան տառապանք ու սուկ տվեք նրան ամեն ուզում եք տառապանք ու սուկ զարդարվեք փառավորվեք մեծարվեք ինչպես այսօր մարտի 8-ի տոնը շատերը ասենք ասում են ինչու չեք նշում երեկվանից խոսում են ժողովրդակիների փառաբան ամ նարինեքուրը առավոտ բաներ գրգե հանդիմանեցի առավոտվանից էտիա երեկվանից խոսում ենք ժողովուրդ մենք ոչ թե չենք հարգում քուրերին եթե ես իմ կրոջը մի հատ վարդի գնվեր տամ ու դրանով արգեմ այսօր ես ամեն օր եմ սիրում երբ ուզեմ ծաղիկ կառնեմ կտամ հենց իմն է ես այս սատանայի օրինաստոնին չեմ անում այո չեմ անում հիմի ես ունեմ ընկերներ շրջապատում գալիս են կողա հավաքվել հիմի ես գնում եմ քարոզեմ իրանց ամեն ամեն տոներից զերծ մնացեք եթե դուք հավաքվեք էլ մետեղ թեկուզ է տարիթով ձեզի գրավիրեն հիմա տրնդեզի տեղը հravirում են ձեզի մենք ասում ենք լավա չգնաք բայց եթե շաշ չկա չգնալու գնացեք այդ կռապաշտական բաների կրակի վերով չթռնեք բոլորը չպտտվեք ու լե իրանց տել ասեք որ դա դիվային պաշտամունք է կարաս ես գնաս դե գնա հասկանում եք սրանք էլ աշխարհի պղծված կերպարանք են Վալենտինի տոն, տո չես գիտա ինչի տոն, տո ես նոր տարի, սրանք բոլորը հորինված տոներ են և ոչ քրիստոնյա։ Ուշադիր, ասում է կռապաշտ, հեթանոսությունից քրիստոնյա դարձած կրոնավորները, որ տեսան չէ, ես չի լինի, և ժողովուրդ էլ չի կարողանում հին ծեսերից ազատվի։ Ուշադիր ինչ խորագետ ծրագիր մշակեցին, հեթանոսական տոներին քրիստոնյա անվանումներ տվեցին։ Անունը թոլինի քրիստոնյա գործերում եզի չստվա հեթանոսություն ամեն կարևորը գործով դու լինես հեթանոս անունդ ինչա նորինոցություն Քրիստոսի սուրբ առաքյալ բայց գործերդ ինչա դու էդ ես դրա համար ես տոների ես ծեսերի ծիսակատարությունների մար Պողոս ասում է հեռու փախեք տոներից ծեսերից ու ծիսակատարություններից Անգամ մենք Պենտեկոստեի օրը ուրիշ եկեղեցիների նման չենք նշում, Զատկի օրը ուրիշների նման կերախում չենք անում, զատվում ենք աշխարհից ու մարդկանց ենք զատում։ Պենտեկոստեն բերքի տոն է, բերք ենք հավաքում ու երկինք առաջնորդում։ Ամեն։ Ուրեմն ուշադիր եղեք, որ որևիցե բանով աշխարհը ձեզ ցույց չտա թե դուք նման եք։ Կարող է նմանվեք աշխարհին ձևական, ներկա լինեք այդ ննջեցյալի տունը, բայց չասեք վայ, 7 շնորհավոր։ Գնացեք, մխիթարեք, հասկանում ես, դու ներկայանում ես, բայց իրանց ասացի պես, իրանց արածի պես չես անում։ Լավա չգնալը, բայց որ չեն կարա չգնանք, գայթակղություն կլա։ Գնացեք ու մի մասնակցեք իրես կռապաշտական մտքերին, գործերին, ծրագրերին։ Ամեն։ Լավա որ չեթաս առաքյալն ասում է։ Դրա համար էլ ուշադիր։ Հիմա կարդում եմ ճշմարիտ եկեղեցին պիտի բաժանվի աշխարհից եւ նրա բոլոր պիղծ գործերից եւ ցանկություններից։ Ակետ ճշմարիտ ավատացյալը իր ժամանակը ծախու առնելով էսի հիմքն է։ Պիտի մեկուսանա աշխարհից, մեկուսանալ ոնց աշխարհից զատվի ու նվիրվի գրքի աղոթքի կյանքին եւ նվիրվի օկուլեստությանը անդադար աղոթքին եւ սուրբ գրքի կյանքին ամեն Համարները գրեք
եւ սկսենք հատ մատուցանելով բացատրել, որի մեջ մտնում է բոլոր բաները։ Եթե աշխարհը ուզում ես քո միջից դուրս գա, աշխարհի թշնամի ավետարանը պետք է մտնի։ Եթե ուզում ես ավետարանը քո միջից դուրս գա, պիտի աշխարհը մտնի իր կրքոտ ցանկություններով, ծեսերով, ծիսակատարություններով։ Ամեն։ Տերը երբեք չի մնա այն տաճարում, որտեղ դիվային ծեսերի, ծիսակատարությունների տեղ են տալիս։ Տոների, աշխարհիկության, հագուստի, կռապաշտության, զուգվելու, զարդարվելու եւ պճնվելու, ամեն, շպարվելու, ընդե Տերը չկա, ընդե աշխարհը կա։ Դրա համար ասում եմ՝ մի սիրեք աշխարհը, ինչ էլ որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են։ Եթե մեկը աշխարհի մարդկանց արածն անում, որ ամբողջ աշխարհը մեծ շուքով տոնում է։ Տեսեք նոր տարին մենք անում ենք որպես նոր տարի, բայց երբեք չենք ասում շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր։ Որպես սեղան գալիս մարդիկ նստում են ու սկսում են ընդունում եք Հիսուսի ծնունդն, ահա դու եք ընդունում։ Մենք չենք ընդունում, բայց մենք Հիսուսի ծնունդը ձեզի շուտ ենք ընդունել մեր մեջ։ Դե ապաշխարեք, ժամանակն է, նոր տարին է, նոր կյանքով։ Սկսեք։ Մենք կարանք անգամ Յանուս Կուրքի տոնը, որ հեթանոսական եզիչստվայա, չէ, ռուսերեն կոչում, հեթանոսություն, վերցնենք եւ քրիստոնեության մեջ օգտագործենք։ Արիթա մեր մարմնավոր բարեկամները հավաքվել են։ Համել ընդունում են, որ Հիսուսի ծնունդն է, թող ընդունեն բալկում Հիսուսը ծնվի իրաց մեջ։ Բայց ինչ վերաբերում է ինձ, ես չեմ ընդունում, որտեվ եթե ընդունեմ, դա մեղք կա, ամեն։ Հիսուսը ոչ մի տեղ չի ասել իր ծննդյան մասին։ Ամեն։ Նշեք կամ ես ինչ օրն եմ ես ծնվել։ Ինչպես ապիպի 14-ը, որ ոչ մի եկեղեցի ապրիլի 14-ին զատիղ չի անում։ Եթե ասվածը, ինչի չեն անում։ Եթե ասվածը չեն անում, չասվածը, չգրվածը, ճիշտ կանեն, չէ։ Ուրեմն հիմա տեսեք բոլոր դարաշրջանում, թե հին ուխտում, թե նոր ուխտում, հորդորել են, որ գիրքն ու աղոթքը մեզ պիտի պահի Տիրոջ օրենքների մեջ, ամեն։ Գիրքն ու աղոթք չկա, վերջը Տերը չկա, Տերը չի գործում, մեռած դիակներ են, գաղջ փխսվելու ենթակա։ Ու երկրորդ օրինացիս 11-ի 18-21 Երկրորդ օրինացիս 17-ի 18-ից 20 երկուստ էլ երկրորդ օրինացիս 11-ի 18-21 17-ի 18-20 Հեսու 1-ի 7-ից 9 Հեսու 1-ի 7-ից 9 Սաղմոս 1-ի 1-ից 2 Գործ Առաքելոց 2-ի 46-47 Գործ Առաքելոց 6-ի 4 Ինչ արեցին առաքյալները ամեն ինչ թողեցին ու աղոթքի գրքի կյանքին նվիրվան ամեն Գործ Առաքելոց 17-ի 11 Գործ Առաքելոց 19-ի 7-ից 10 Առաջի Պետրոս 2-ի 1-ից 2 ամեն բացատրելու բաներ չկա Բոլոր խոսքերն օրդորում են մեկուսանալ աշխարից նվիրվել գրքին։ Կարողա դու մեկուսանաս աշխարից նվիրվես ինտերնետին։ Սա չի նշանակում դու բաժանվար աշխարից, բայց ինտերնետի միջոցով ավելի մեծ աշխարհ մտար։ Ամեն, որ շատերը դե աշխարհի մեջն եք։ Զատվեք, եթե ոչ նզով կա գալու ձեր բոլորի վրա։ Այն ժամանակները, որ տալիս են գերախոսը թերթելուն, ափսոսա, տվեք գրքին, ամեն, տվեք աղոթքին, աղոթն է թուլացել, որ գիրքը պակասել է ու չարը գողացել է, ամեն։ Հիմա ընթերցում եմ երկրորդ օրինացից 11-ի 18-ից, և այս իմ խոսքերը 18-ից 21, ձեր սրտի և հոգիի մեջ դրեք, Դու պատկերացնում եք այնքան պիտի կարդաք, որ ձեր սիրտը, հոգին, շունչը սրանով ողողվի։ Սա Սմիթն ասում է, Աստծո խոսքը ձեր մարմնի մասնիկը պիտի դառնա, ամեն։ Ձեր սրտի հոգի մեջ դրեք։ Եվ նրանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեցեք։ Նրանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մեջտեղում է։ Էսի հին ուխտում է, իրոք գրապանակները փաթաթում էին ձեռներին ման էին գալիս բայց իմ այնքան կարդա որ խոսքը դավանելով
Սաղմոս ասելով ճանապարհ գնաս, ամեն, այսի այ մի գվախորուրդ է։ Նրանք ճակատանոց դիտեն ձեր աչքերի մեջտեղումը։ Եվ ձեր տղոյանց սովորեցրեք նրանք, որ նրանցից խոսես տանդ նստած ժամանակիդ, եւ ճանապարհ գնացած ժամանակիդ, եւ պարկելու եւ վեր կենալու ժամանակիդ, եւ գրիր նրանց քո տան դրանդիների վրա եւ դռների վրա, որպեսզի շատանան քո օրերը եւ քո որդկանց օրերը այն երկրի վրա, որ Եհովան ձեր հայրերին երթում արավ նրանց տալու համար, ամեն, որպիսի շատանա, որպիսի երկարակյաց լինես, ինչ պիտի անես, գիշեր ու ցերեկ աշխարհից զատելով քեզ, գրքին ընծայես, ու աղոթքին, պարզ չի գրած, շատ պարզ է, անգամ թագավորի համար գրված է ինչ անի։ Երկրորդ օրինացիս 17-ը թագավորների խորհուրդ է տալիս, եթե ուշադիր նայեք 18-ից 21 էլի, որ լինի, այդ ասում նախ քո եղբայրների միջից լինի, կիներն ու ձիերը կարգերեք շատացնի ու հարստություն ինչի բան, ոչ թեքվի դրայանը, ամեն, կրոջ կոմել կարա թեքվի, փողի կոմել կարա թեքվի, մեքենաների կարգերի կոմել կարա թեքվի, ամեն, սրանք կուրքեր են։ Եվ լինի, որի թագավորության աթոռի վրա հենց որ նստեց, նստելու օրվանից, գրե այս օրենքի օրինակը եւ այն գրքիցը, որ Ղևտացի քահանաների մոտ է, եւ այն իր մոտ մնա, գիրքը մնա իր մոտ գիշեր ու ցերեկ, եւ այն իր մոտ մնա, եւ իր կյանքի բոլոր օրերում կարդա, որպեսի սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ, եւ այս օրենքի բոլոր խոսքերը պահել, եւ այս կանոնները զգուշությամբ կատարել, որ իր սիրտը իր եղբայրների վրա չպարտանա, եւ այս պատվիրանքներից աջ ու ձախ չխոտորվե, որ իր թագավորության վրա երկար կյանք ունենա Իսրայելի մեջ ինքը եւ իր որդիքը։ Հասկացաք, գրա իր ձեռով, ժողովուրդ, այսօր սաղ փոխել են երախոսով են կարդում, երախոսով կարդացածը չի մտնում քո մեջ նորմալ, ինչպես գիրքը բացես նշումներով, հետևելով գնաց։ Օրինակ ես մինչև այսօր չէի հետաքրքրվեի, մի հնարավորություն կա, ինտերնետ չկար այն ժամանակ, ասենք Տիվրոսն ու Սիդոնը ով կար ասա, որ երկրի քաղաքներն են ելել, որ Լիբանը, Քիրամը բաներ են անում, փայտեր էր կտրում գրկում, Լիբանանի քաղաքներն են, գրում ես, բերում է, Google-ում կգրես, ChatGPT-ում կգրես, բերում է չոտքի 40 կիլոմետր հեռու էր այդ քաղաքը խոսքի Լիբանանի էստեղից, ավելի մանրակրկիտ տեղեկություն է ստանում, թեև ինձ իսկի պետք էլ չի ելե, բայց կորում ես կամ Տիգրիս, Եփրատ, Փիսոն, Գեհոն գետերը, գրի, որ քո շտեբարանը լեցնու, զարգացնա, ավելի կիրթ հոգևորական եղիր, տված այսօր հնարավորությունը, ոչ թեսի օգտագործա TikTok-ում քեզի տակլոր նկարելով գցելով, օգտագործա սրա միջի բարի բաները ամեն, հոգևոր գանձարանդ լեցնելով, ուզես կանես, ուզում եմ ասեմ նորանոր բանը, օրինակ ընթերցում եմ ծննդոց գիրքը, ընդ լուսինին եւ աստղերին տվածա ցերեկը կամ գիշերն իշխելու համար, լուսին արև, բայց աստղերի համար գրած չէ, իրեքն լուսատու էին, լավ ինչու, արևին տվերես, լուսին տվերես, խորուրդը, որ նոր է բացում, դե կողեսի ծննդոցում չեմ խոսել սրա մասին, նոր է բացվել, բայց աստղին իրավունք չկա, որտեղ աստղը նորեգների խորուրդն ունի, նրանք հələ շուտ կընկնեն ու կմարեն, բայց լուսինն ու արևը, լուսին արդեն համարյալ լրիվ կայացած է, իսկ արևը էլ բացարձակ մարել չունի, ամեն, այս տեսակ հասուն հոգևորականները իրավունք ունեն իշխել լույսի եւ խավարի վրա, ամեն, իշխել, բայց աստղերի համար գրված չէ իշխել, կարար գրվել, որպեսզի ցերեկը հսկի կամ ցերեկը լույս տա, լուսինն էլ գիշերը լույս տա, բայց գնացեք կարդացեք իշխել,
Իսկ իշխելը ղեկավարել եւ կառավարել է նշանակում, ամեն։ Որ մկրտված ու հաղթած սրբերը իրավունք ունեն, ամենալեցունները իրավունք ունեն եկեղեցում ղեկավարելու եւ շատերի վրա իշխելու եւ շատերին կառավարելու, ամեն։ Դու տեսնում եք, որ օրորին օր բանա բացում, էդի ինտերնետի արագ լսելով չի բացվում։ Էդի կետարկետ սերտելով է բացվում, ամեն։ Ես ինչի օրինակ բերի, որ ձեր հույսը չդնեք ինտերնետի լսածի վրեն, անգամ ձեր հույսը չդնեք իմ սերտողությունների վրեն, իմ սերտողություններ ասենք 50% է բացատրված, գնացեք ձեր սեփականը գրքից էլ առեք, ամեն, ժամանակ չունեք, դրա համար երբ գրքից համար են ասում, չես կարում ասես, բայց ես որ գրքով եմ լսես, սա համարն են անգիր գիտեմ, ամեն, Էդի ինտերնետի լսածովը չի, էդի գրքի սերտածովն է, որ 100-120, 130 գլուխ գիրք էի կարդում, ետ կրնում էի սամոսները անգիր էի ասում, ամեն, ճկնարանում, որ փախել էի անապատ։ Ուրեմն հասկացավ նա այդ թագավորության գահին նստելուց հետո վերջ պիտի գրի, համ կարդա, համ գրի, էսի ուրիշ ձևի է մտնում քո մեջ, նշումներ կատարի, հարցեր հանի, ամեն։ Որ սովորի իր Եհովա Աստծուց վախենալ, ամեն, եւ սխալ բաներ չանել։ Իսկ եթե դու Աստծուց վախենում ես, խախտումներ չես անի, ամեն։ Իսկ որ Աստծո վախը կորցնում ես, ինչ էլ ասես կանես, կխաբես, կգցես, կհայոյես, կվիավորես, կանիծես։ Աստծո վախն է կորե ու դու հոգեպես մեռել ես։ Մեռել ես, որ բերանիցդ կարում ես անես հայոյանք անել։ Շորտ ոգերոր հովիվը իշքարել խիստ անդիմանի, նա իրավունք չունի անիծի եւ այոյի։ Նա իրավունք ունի իրերը իրանց անուններով կոչի, անմիտ, անկիրթ, թեր հաս, չէ, հոգևոր անմիտ, բայց ոչ հայոյանք, ոչ անեսք։ Նա կարասա, որ դու կանիծվես, այ բալաջան, ետ արի, ամեն, բայց չի ասի, անիծում եմ թե Հիսուս Քրիստոսի անունով, հեսի դիվահար ասես բանը։ Մենք միայն ում ունենք նզովելու եւ անիծելու, սատանային, որ ամեն օր նզովում ենք, ամեն, եւ շղթայակապ ենք անում, բայց մեր հոգեվոր քուրի եղբայրերին, անգամ հեթանոս հարազատներին, անգամ քեզ ծեծողին, չի ասում անիծեք, ասում է օրհնեցեք, լավը կամեցեք, բարեխոսեք նրանց փրկության համար, ամեն։ Հիմա տեսեք, առաջի Սաղմոս 1-2, բոլորը տանգիր կասեք էդ, եսակ, որ հարցտամ սաղ գիտեք, երանելի այն մարդը որ ես ենք, բայց հլը բովանդակության վրա խորացեք, երանելի այն մարդը, որ ամբարիշներու խորթի մեջ չի կալեր, ու մեղավորերու ճամփին մեջ չի կենար, և ծաղրենողներու նստաստեղը չի նստեր, ժողորդ ոչ թե ասում դու ամբարիշտի կողքին մի նստի, Տեսեք խոսեցինք նոր մարդի ութից, խոսեցինք տոներից, դու եթե նար չկա, դրանից պլստաս քո մոտ հարազատներն են ընկերներդ են, դու գնանդե, լուսավորելու նրանց խավար մտքերը, ոչ թե գնա դու էլ ընկեր դարի նրանց, ամեն, հեսօր քրոջ տոնը շնորհավորել է, եսի միշտ չէ, որ ասեմ Հիսուսը սորտի, Մարին ջան, տոնը շնորհավոր, դա կնոջը պաշտամունք սարքել, Կնոջը պաշտել, հետով ուրախանալ, հետով ցնծալ, ոյ, սարքում են կուրք, ոչ, ամեկնել կարակ հլնեք ձեր կնոջը մի հատ համբյուրտակ, ասես տոնը շնորհավոր խոսքի, կամիկներ իրա փետրվարի 23 տաբեզի տոն են որոշե, ոչ էլ հիշում են կիները, հա, պրոստը իրանց է մի ամսյակա, մինչև ապրիլի 7 պատկերացնում եք շարան, երմոյ ասած մինչև ամսի վերջ ուժի մեջ, երբ կտաս տվերը տու, Սա էլի որ կուրք եք սարքե, կամ հորնումորը կուրք են շինում, իմ հերնի մաստվածնա, ոչ, հիմար այդ ես բան խոսողը, քո հերնումերը քո ծնողներն են, աստվածը իր տեղն ունի, ծնողները իր, կինը իր, հասկանում եք, այդ տոները, ծիսակատարությունները հեթանոսների նման լինել չի, էլի եմ ասում, խորը հոգևորը կանասկի չիշի այդ տոնը, Եվ իրա կողակիստելը դուս պտի չնեղվի, բաջորելը միջասակ և մանուկ եք, կարակ շնորհավոր եք, բայց չպաշտեք ձեր կողակիստերին, ամեն, հատկապես նվեր մի առեք, բայց եսի մանուկին ասես չի հասկնում,
Բայց միջահասակը չոկում է։ Կամ միջահասակի դուխն էլ չերիքի կրոշը նվեր չառնի։ Բայց հաջորդ տարի ստասվի էտի։ Հասկանում ես, բայց իվացեք, որ հասունները չունեն նվեր տալու, տես տոն գոյություն չունի, նրանց նստածները չեն նստում, նստելուց էլ խավարի անպտուղ գործերն հանդիմանում են, ամեն, ու շատերին փարաղ բերում։ Կարող է տենաս ես նստել եմ այդ սեղանի, նստել եմ ինչ եմ անում։ Սրտանց եմ նստել եմ, որ այդ խավար ճայիճից մարդկաց բերեմ, ամեն։ Հիսուսն ասավ չեմ աղոթում Տեր Աստված, որ սրաս մեկուսացնես, տանես երկրից։ Աղոթում եմ, որ երկրի վրա, երկիրը ուր ես մարդկության մեջ, ոչ թե սարերը, երկրի վրա մեղքից պահես։ Դրա համար գնացեք շփվեք, բայց հասկացնեք, որ դա սխալ է, ամեն։ Այսօր ձեր կիներին դավաճաներ եք մի օր առաջ, լրբերի այդ սահունանենումը գուլյատ է իրելնում։ Վայ եկեր այսօր մարդի ուտա կնիկ ջան, քեզ շատ եմ սիրում, տանում եմ քեզ ռեստորան։ Ռեստորանը դմեռնի, ռեստորան մի տար, մի դավաճան, ամեն։ Սա է իսկական սերը։ Հասկանում եք մի ժամ առաջ, մի ժամ է, մի օր առաջ դավաճանում եք կնոջը։ Եկեք գիտես କି ինչքան եմ սիրում, ռեստորան եմ զակացնել։ Հասկանում եք Տերը սրանց է դեմ, որ դու քո կնոջը ամեն օր սիրի եւ ոչ թե հեթանոսի նման դավաճանի ու մի օր անգամ մի ամիս քո ամսյակնա քեզ լավ բաներ կպարգևեմ։ Հասկանում եք այսօր, որ հենց այդ օրն է առավոտյան կանուխ շարաններն եկավ Սապշենյանների ու հանդիմանությունը սկսավ երեկվանից է սկսվել։ Էսի ու համարյա գրեթե մնիտուր էս թեման շոշափվում է։ Հա, ինձ բան չես անում խոսքի կամ չգիտեմ կոնկրետ իմալնի մեզ մի քանի օրվա մեջ այդ թեմաները շոշափվեր է։ Ես էլ եմ խոսացել իմ կնոջ հետ։ Իմ կինն ասում է դի պետք է։ Եփել որոնցի նվեր առնեսնվեր, ամեն ժամանակ ենք մենք առնում։ Հա փառք ասում որ իմ կինը զիզիկ ծաղիներ չսիրում էլի։ Ասում է դի ափսոսա դու կտանք տանը մի հատ բան կառնենք։ Խելքը իմաստուն մարդ։ Իրականից եմ ասում, չմտածեք ռեգլամ եմ անում։ Այո, ծաղիկ բերում դնում են կտա թարում թափում են են ցելթիվ են դնում մի հատ 100 դրամանոց վարձը սարքում են 1000 դրամ։ Գնա հիմար իբարար, որ մի օր առաջ առնեմ իշ կլինի։ Եվ մարդիկ էս իրանց հիմարության գերին են։ Դրա մեջ ես ոչ մի հոգևոր բան չեմ տենում, դրա մեջ էլ չեմ տենում, որ կինը տով պետք է ասա, այ դու ինձ չես սիրում կամ սիրում ես, ամեն։ Այրի սերը պետք է ցելի տարվա, ամբողջ տարվա մեջ երևա, ոչ թե մի օրով կամ մի ամսով, ամեն։ Սա էլ է հեթանոսություն, տեսեք, հեթանոսների ճամփի մեջ կենալ, հեթանոսների նման մտածել, խոսել, անել ու գործել։ Կարած ներկայանաս, հարսանիքի տունել, մեռնի տունել, տրնդեզի էլ գնաս, բայց իրանց արածի պես չոնես։ Կարաս ամենտեղ դու լինես, որ ես աշխարհից քշված չես, բայց լեսված, պատրաստված, որ հարցակվես իրանց կռապաշտական ծեսերը քանդելու, ամեն, եւ ըտեից թեկուս մեկ հոգի 10 հոգուց մեկին էլ փրկես երանելի ես։ Բայց արտաքինից կտելան դու այդ մարդի ութի կամ տրնդեզի սեղանին նստած էիր, հա նստած էի, Հիսուսն էլ էր շատ տեղեր նստում, բայց այդ գործերին հաղոր չէր լինում, բայց ամենաճիշտն է ավելի հեռու, ամեն, բայց եթե Տերը ղրգում ատեից, որ դու պետք է վկայես ու մեկին փրկես, մենք վանականների նման մոլերան չդառնանք, որ մենակ իրաց մասին էին մտածում։ Հիսուսն չի չդառավ վանական։ Նա իջավ ու ամենու հետ ամենու նման ելավ ու շատերին շահեց։ Պողոսը ամենու հետ ամենու նման ելավ ու շատերին շահեց։ Ես վեշերս ավքում եմ ու փախտեմ ճգնարան։ Վերջ ես խորանում եմ ումն եմ օգուտ տալու, հայ ես կհոռնամ, բայց ընձի կրակելա պետ որ կեղտերս լույսի անի, ով ամայի այդ դոմիկի մեջ ընձի կրակտո, մարդ չկա։ Դրա համար մենք պիտի աճենք մարդկության մեջ, ղևտացիները ցվրված էին մարդկության մեջ, առնում, քարոզում էին, հալածվում էին, ծեծվում էին, անարգվում էին, չէ բոլոր դարաշրջանի սրբերը։ Հələ նայեք Սատուսուն տան ինչքան է տառապ է։ Նայեք Պողոս առաքյալը, բոլոր սրբերը մի ժողովրդի մեջ են ելել, մի ժամանակ լեսվել են լավ, 3, 4, 5 տարի ու գնացել են գործելու։ Արդեն իրաց լեցունությունը առավոտ ելել են, լեսվել են, զորացել են, գնացել են, քարոզել են, իրիկ ուրեք ելեն, լեսվել են, զորացել են, որ առավոտ պատրաստ իրեն քարոզելու։ Ամեն։
Բայց մի ժամանակ իրան գիշեր ցերեկ լեսվել են, ամեն, մինչև ջուրը ջրի աղբյուրա դարը։ Ուրեմն երանելի այն մարդը, որ ամբարիշտերի խորհրդի մեջ չի քայլեր։ Տրնդեզանում եք, չէ։ Միջինք, չէ, մեր յաները շատ կա, չէ։ Մենք նա գաթա թխում ուտում ենք, եթե լայք գաթա թխել ուտել, բայց կոպեկը դրեք, որ տեսնենք այս տարվա դոլվաթը Աստվածը ով է լինելու։ Այ օֆտոյ գլխին ընկավ։ Ինչքան օֆտոնա մեր Աստվածը դոլվաթը։ Հիմար օֆտոյ գլխին, հողի գլխին, գնգա գլխին։ Ում գլխի վարակներ այդ տարին մեկիչ վաթլներ քաշվավետի։ Ինչքան հիմա էսի կռապաշտություն չի։ Մենք ամենատեն այդ գաթը թխում ուտում ենք։ Խոմենք այդ միջինը չեն նշում։ Մենք ամենատեն գազ ենք վառում, բայց բոլորը չենք ֆռում։ Ամեն կրակել կարանք կոնենք, տականանք։ Բայց չլնենք շուրշպար բռնենք ու վրայով թռնենք եւ ուրախանանք ու մեր սերունդին էլ կրակով թռնել սովորեցնենք։ Ամեն։ Ու մեղավորերու ճամփին մեջ չի կենար։ Մեղավորի նման չի մտածում, մեղավորի գնացած տեղը չի գնում, կլուբները, ռեստորանները, պորնիկների անառակների հետ ամեն մեղսալի վայրերը մեղավորի ճանապարհը։ Մեղավորի նման չի մտածում, ամեն։ Հապա, ինչ անում։ Անոր հաճույությունը Աստծո օրենքի մեջ է։ Այս օրենքը չի թողում, որ դու մեղավորի նման մտածես։ Եվ ցերեկ ու գիշեր անոր օրենքի վրա կմտածի, ամեն։ Ու անիկա ջուրի ճամփաներ տնկված, օրդված պտղատու ծառի նման է լինում, նրա տերևներն էլ հավետ չի թափվում, նրա տանորդությունները չի պակասում։ Հիմի ավելի լավա գնանք մեքանիատ կիների տղամարդկաց տոներ նշենք, մեքանիատ դիվային տրնդեզների մասնակցենք ու նզով կթափենք տան վրա, կանք զավակը մեռնի, հարված ուտի, կինը հիվանդանա, քասկեղով մեռնի, էտիա ճիշտ թե տիրոջ օրենքի մեջ մնալ ու ապահով քայլել։ Ես ասում եմ ամենտեղ կարա գնաք ինչպես Հիսուսն է գնացել, բայց հանդիմանեք խավարի անպտուղ գործերին հաղոր չդառնաք, հապա հանդիմանեք։ Իմի քո մարմնավոր ամուսին եկեք հետանումա հրավիրումա ռեստորան, բոյա, բոյ բեսպրավի լնում ու տալում են իրար։ Աղջի գնա տանում թոտանա։ Կարևորը դու դեմ ես դրան։ Ծաղի կառնում թորնի։ Բայց ասա քաղցրես ոչ թե միայն ես մարդի ուտին ընձի հմենտեղ հրավիրա։ Ապա ես կուզեմ, որ ցերի տարինը տենց լնես։ Ոչ թե մարդի ուտին բերես ընձի ծաղիկ տաս սիրես, հաջորդ օրն ու ամիսներ ուրիշներին սիրես։ Բա ոնց մարդի ուտը քոննա մնացած ամիսները ուրիշիննա։ Հավե լավ չէ մարդի ուտ չլինի մեն ամիսները քոնը լինի։ Սա է էականը, որ դուք ձեր այրերին լավ բաները չեք տեսնում, մարդի ուտին նվեր չարար ընձի, լավ արի։ Իմ համար դա գոյություն չունի։ Եթե մեր սերը դու դրանով ես չափում, ուրեմն Աստված օրհնի քեզ, էլ ինչ ասեմ։ Եթե դու են 363 օրվա օրացը չես տեսնում, որ իմ խելքն էդում ակոմար քոննելին, միած ծաղիկով որոշում ես Տերը ողորմի։ Հասկանում եք, այ պետք է հոգևոր մարդիկ հասունանան, անգամ այրուկին մեկ մտքի դառնան։ Բայց եթե անգամ այրու կնոջ մեջ կա գշտություն, կա տարաձայնություն, ուրեմն պետք է տկարությունը վերառնես։ Մայրամ ծաղիկա ուզում Հակոբ ջան բետու թո պրծի վայ։ Ուզում այդ տոնը նշես, հարյոսատ տոնը չրորավոր։ Բայց մի պաշտեք կիներին ոչ էլ այրերին հասկացան, հա հիմի Հայաստանում տոնա դրուկ, այդ մարդու տոնն է։ Իրոք, անուն ազգանուն են գրել, Կարեն Շահբազյան, հիմի այդ տոնն էլ գրել էր, կանաս տոն։ Շնորհավոր է, եթե էդի քո կնոջը օգուտ ուրախություն կտա, բայց մի շալակա մոնարի տար սարքակուրք դի բարձր պատվանդանի վրա ու միշտ իր մասին խոսի, ամեն։ Շնորհավոր է, էդի բարի բան ասես Հիսուսը օրհնի քեզի քուրս, տորը շնորհավոր։ Հիսուսի օրհնանքը խառնատուր։ Կամ կարծես Հիսուսը օրհնի, քո տոնի կապակցությամբ թո Հիսուսը շատ օրհնի քե։ Նայած հոգևոր նայած, չէ, դու ինձ ուրիշ ձև պիտի շնորհավորես, լավ ուրիշ ձև շնորհավորի։ Հասկանում եք նայած ձեր կիները ինչքան եսասեր են եւ ինչքան եսատող են, ամեն։ Իսկ հոգևոր քույրը կասի իշտո, հեթանոսություն է դա, ամեն։ Մենք ամեն օր էլ տոնի մեջ ենք, ամեն օր էլ իրար սիրում հարգում ենք, ամեն, սա է ճիշտը, բայց նաեւ նայած հոգևոր ասակ, եթե մանուկը կաթա ուտում, դու իրան խորոված չես կարա տաս։
Եթե 18 տարեկանն էլ խորոված է ուտում, դու իրան կատ չես կարատաս։ Ինչն է պատճառը։ Հասակը, ամեն։ Հապանոր հաճույությունը Աստծո օրենքին մեջ է եւ ցերեկ ու գիշեր անոր օրենքի վրա կմտածե, ամեն։ Ցերեկ ու գիշեր։ Հասկանում եք։ Հիմա սա է այսօր իրականից զուգադիպ է մեր վարդապետական թեման։ Փառավորվիտեր ու առավոտվանից կանուք զանգեր, SMS-ներ ու թաղումներ։ Հիմի ժողովուրդ սա է ճիշտը։ Ես ձեզ իրավունք ունեմ միայն ճիշտը մատուցանելու։ Դու օրորի պետք է ձգտես աճելով ասես դրան։ Ես դեմ գլնեմ, որ իմ կինը մենակնձի հարգա փետրվարի 23-ին։ Հետի մեր տոննա, բայց ասում եմ ոչ մեկ շուքով չի հիշում հետի։ Գալու մաստում խաբարը չեն գնում ժողովուրդ։ Բայց մենք ինչի չեն ներվում, որտեղ մեր մար էդի գոյություն չունի։ Իսկ էսի գալիս է օնձիսիրու դու իմ տոնը անգամ մեր ամուսնության տարեդարձը չէիր հիշում անգամ ինչ ամուսին ես օրը մորցերը Իսուր ջան այդ բան չկա տոնք հիշեմ հասկանում ես էդի չեմ լսել որ տղամարդիկը դումար կռիվ ունեն մեր նշանադրության 53-րդ տարին է 53 տարին Պատի կերեմ հսկի 50 օր հետո չեմ հիշում առաջին չայրը Էսի կիներն են սրանց Ես չգիտեմ ինչ է իրաց բնավորությունն տենց, բայց կինեն են իրոք ուշադիրը տենց։ Տղամարդի մայթի եղած չեղած մեր հաշիվա, օրով պետք է սիրեմ, քեզի։ Բայց արեք տեսեք, որը տենց է կիների մեջ։ Կա էսի այս սնոտի բանի մար ընտանիքի քաղցր խաղաղությունը զոհվում է։ Չզով է արման։ Չզով է կարեն զովերա։ Չզով է մարան, հաս որ նորեգներ են քելե։ Հելերը, բայց հասունները նորեգների շտարբերվեն։ Հիմա տեսեք հաջորդը, գործ կարաքելոց, 2-ի 46-47, ժողովուրդ առաքյալները ինչ էին անում, հələ հիշում եք, գիշեր ցերեկ, ամեն օր ինչի էին նվիրված, գրքին, աղոթքին, ամեն օր հաց կտրելու, ուտելու, քարոզելու, գրքի սերտողության և լեցունության ետևեին, մենք համայլանման ենք, բայց չենք ասել, ես էդի ասեմ ձեզի, ամենօրյա տարբեր ժամերի ժողովները ունենք, բայց ավելի օրորի պիտի խորանան, գործ կարաքելոց 2-ի 46, 2-ի 46 երթով գնանք, ամեն օր միաբանության տաճար երթալու ետևեին, ամեն օր, ուտունենին հացը կկտրեին և կերակուրնին կուտեին ուրախությամբ և սրտի միամտությամբ, Աստված կորնեին ու բոլոր ժողովրդի առջև շնորհ կգտնեին, Տերը օր փրկվածները կավելացներ եկեղեցին։ Հիմա կկարդանք այդ ամեն օր ինչ էին անում առաքյալները։ Ամեն օր հավաքվում էին աղոթ և գիրք ու վկայություն, էդ էր իրաց կյանքը։ Ամեն օր բաժանված լսվում էին Աստծո խոսքով։ Գործ կարաքելոց 6-4, սա լայն մեծ ուղեցույց է սպասավորներին, քարտես, որ դու ինչ պետք է անես, որ սնոտի բաները թողես, հոգևոր սնոտի է, բայց դու սայդերը չես թողում, սայդերի մեջ լող ես տալիս, և առաքյալները, որ հիշեցին, որ սպասավորներ կարգեն ինչի համար, որ աչառությամբ չբաժվի որբևայրիների կերակուրը, ողորմության կերակուրը աչառությամբ էին բաժնել, հիշում եք, Գործ կարաքելոց 6, 1-ից 4 ընթերցեք։ Եվ ինչ ասեցին, 12-ը կանչեցին աշակերտների բազմությունը ուսին, մեզի չի վայելեր, որ Աստծոյ խոսքը ձգենք, Աստծոյ խոսքը ձգել ու սեղաններին ծառայություն ունել, աման հավաքել, դնել, ողորմություն բաժանել, դա էլ էր ծառայություն, դա էլ էր հոգևոր գործ, բայց դրանից կարևոր գործ ունեին առաքյալները։ Բայց դուք այսօր ոչ թե սեղան եք դնում ու ողորմություն բաժանում, հապա ինտերնետներում, տիկտոկներում, յութուբներում եք վատնում, ամեն, բասա պետք է։ Ուստի եղբայրներ ձեզ մե 7 հոգի ընտրեք, բարի վկայված, Սուրբ Հոգով և իմաստությունով լեցուն մարդիկ պիտի լինեն, որպեսզի զանոնք այս գործի վրա դնենք, և մենք աղոթքի ու Աստծոյ խոսքի պաշտոնովը պարապինք, աղոթքի ու Աստծո խոսքի պաշտոն,
Խո միշտ աղոտ գիրք չէր, աղոտ գիրք վկայություն, երբ փարաբանություն, դա էր պաշտամունք էր իրանց մոտ, ամեն օր տարբեր ժամերի, դե բնականաբար մարդը չի կարա մի անգամից 10 ժամ պաշտամունք նստի, կաղա սրբերը կարողանան, բայց դիմացի հոգիներ չեն դիմանա, դադարել էին տալիս, ճաշել էին ուտում, հետ ճաշա պաշտամունք էր սկսվում, ասենք օրը կաղա 3 ռաունդով, 3 պատոկով պարապեին ամեն, աղոթքաժողով, քարո, սերտողություն, բարձա, ինչը որ հիմա մեր մոտ ունենք, գրեթե մոտիկացել ենք, ամենօրյա պաշտամունքով մոտիկ ենք, բայց հələ քանակով մեկ քիչ զիջում ենք, որտեվ հոտը օրորիա մեծանում, ամեն, փառավորվի Քրիստոսը, ուրեմն ամենակարևոր բանը հովիվների համար պիտի լինի աղոթն ու գիրքը, վերջ, չկա ուրիշ բան, Գործք առաքելոց 17:11, ինչ ասում առաքյալը, Գործք առաքելոց 17:11, Բերիայի հրյաները ինչ էին անում, անոնք Թեսաղոնիկեի մեջ եղող հրյաներեն ավելի ազնիվ մարդիկ էին, որոնք Աստծո խոսքը կատարյալ հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր գրքերը կքննեին, թե այս բաները ճիշտ են, ամեն օր գրքերը կքննեին, բայց Թեսաղոնիկեի հրյաները հավատացյալները այդպես չէին, գրքի սիրահար չէին, բայց առաքյալը հորդորում ա, որ Բերիայի հրյաների նման ամեն օր մեր լսածը գրքով ստուգենք, մերժենք կամ ընդունենք, միտքա բերում գրքին հակառակ, ետ իսկ գնա սատանա, միտքա բերում գրքին մոտ ամեն Քրիստոս ջան անունդ փառավորվի, ամեն, միթե դու պետք է գիրքի իմանաս, որ գրքի հակառակ միտքը զանազանես, ոչ թե Հիսուսին ասես, ետ իսկ գնա սատանային ասես մոտիս արի, դու որ գիրքը չիմանաս, հակառակ գործ կանես, սատանայականին կընդունես որպես Աստծու խրատ, Աստծու խրատը կընդունես որպես ծայրահեղություն եւ սատանայի բերած խրատ, եղավ, հիմա տեսեք 19:7-10 ինչ արավ, առաքյալը, Պողոս առաքյալը, ինչ արավ, ժողովուրդ, 2 տարի գիշեր ցերեկ սովորցրեց, ամեն, ընթերցում եմ, 12 աշակերտներ, որ գտան Պողոսի Եփեսոսի մեջ մկրտեց եւ դարձեց աշակերտ ու սկսեց պատրաստել, տեսեք, երբ ասիկա լսեցին Տեր Հիսուսի անունով մկրտվեցան, Պողոս երբ անոնց վրա ձեռք դրավ, Սուրբ Ոգին անոնց վրա եկավ եւ լեզուներ կխոսեին ու կմարգարեանային, անոնք բոլորը 12 հոգի էին, ապա ժողովարան մտնելով 3 ամիս համարձակությամբ Աստծո թագավորության վրայով կխոսեր ու կհամոզեր եւ մեկ քանիները կհամարեին ու դեմ կդնեին բազմության արչեւ կվարկաբեկեին այն ճամփան ինքը անոնց մե հեռացավ եւ աշակերտները զատեց եւ ու ամեն օր Տիվրան անունով մեկու դպրատան մեջ կխոսեր, ամեն օր կխոսեր, տարբեր ժամերի ժողովներ կաներ, բնականաբար դասամիջոցներ էլ կլներ, որ չհոգնեին ժողովուրդը, բայց ամեն օր պարապցնում էր տարբեր խմբերի, ամեն, ինչպես էլի եմ ասում, մենք, բայց հələ քիչ քանակությամբ ժողովները, ամեն օր ունենք, չէ, օրկա 3-4 պաշտամունք է մեզ հասկացնում, ամեն, բայց նորեկը չի կարում մի հատից ավել նստի, խեղդեմ դրա, չի լինի տես բան, ժամանակին էլ ես եմ տենցել է, ես անգամ իմ կողակցին չեմ կարա խեղդեմ, ասեմ 4 պաշտամունքի մետ նստի, 2 հատից ավել չի կարում նստի, ամեն, սվա երանի նրան, ով իր առածով գայթակղություն չի անում, Հռոմեացիների 14-15 գլուխներ ընթերցեք, ձեր բարին թող չար խոսքերի նշավակ չերևա տկարի աչքի, մի զզվանք պաճառ, այդ մարդը 2 ժամին է կարողանում, են մյուսը 4-ին, բայց դու կողա 14 ես տալիս, քո միս ուտելով մի գայթակղեց հրա կանաչի ուտողին, որի համար Քրիստոս ամեր է, այստեղ որ ասում ա քեզի ինչ, դու ով ես որ ուրիշի ծառային, եկեղեցու տկարին ես դատում, ոչ թե սա նշանակում է մենք աղանդավորների բացերի իրավունք չունենք, լուսաբանենք, ինչպես Պողոս էր անում ու Հիսուսը, մենք աղանդավորներին իրավունք ունենք,
բացահայտենք ու սրանք ասենք դադված են, որոնք գրքից շեղված են, բայց մեր եկեղեցու տկարին պիտի չնեղացնենք, հորդորենք, տկարի տկարությունը վեր առնենք, մինչև չափահաս դարձնենք, ամեն, Տերով է, Փառք Քրիստոս, հիմա ասանք ամենա լավ հավարին, կարակ ասեք որ համարնա, առաջի Պետրոս, 2:1-2, Պարզ խոսում է ժողովուրդ, ուստե բացատրում է դու առաջ կաթը ուտում ես մաքրվելու համար, ետքը կաթը ուտում ես սնվելու լեսվելու համար, ուստի մեկդի ձգելով ամեն չարություն ու ամեն խաբեություն, տեսեք, բայց ոնց ձգեմ, պետք է մտնի չէ խոսքը, որ քիչ ձգեմ, ուրեմն ասո խոսքը մտնում է քո փլավ քամիչը լվացելու, նապորով լցում ես ջուր չի մնում մեջդ, հոսմ աղբեր ինչի ես քո նման ամարները չգիտեմ, այդ ծակ փլավ քամիչ, սպասի ժամանակ կա, եթե ավադարին մնաս, Սուրբ Հոգին այդ անցքերը զոդում է ուրական, բայց չէ քո նման չեմ իշում, սպասիլը բաց անցքեր ունես, խոնարհվի, որ Սուրբ Հոգին զոդի և լման փակվի, դու դառնաս փակ մաքուրանոտ, ենքաղ ջուրը կլսվի ու ջրի աղբյուր կդառնա և կելնի ու փրփրադես կհոսի ու շատ ծարավազների կյանք կտա, այն ջուրը, որ ես ձեզի կուտամ, ում որ կուտամ, անոր ներսիդին, հոսող ջրի աղբյուր կդառնա և հավիտենական կյանքի համար կբխի, ամեն, ուրեմն մեկդի ձգելով ամեն չարություն ուշադիր, ու ամեն խաբեություն, ով սրանք ունի նա չի լեսվում, նա նմանա անցքեր ունեցող ծակ փլավ քամիչի, ինչ օրհնություն կա, համ փողի օրհնությունը, համ հոգևոր օրհնությունը գնալու է, ձեռդ կոպեկ չի մնալու, մեջդ գիտություն չի մնալու, ամեն, որովհետև դու ունես չարության անցք, ամեն չարություն և ամեն խաբեություն, չարություն, խաբեություն ունես, դրանով կորում է օրհնությունը, թող մի չարացի, մի բարկացի, ժողովուրդ ձեր խաղաղությունը արժեք չունի շատերիդ համար, խաղաղությունը ամենաթանկ գանձը պետք է լինի և Աստծո խաղաղության Աստվածը, խաղաղության Աստված Եղող Քրիստոսը սաղ հարցերը կլուծի, ոնց լուծելա իմ կյանքում, Արմանի կյանքում, Տրթադի կյանքում, մենք էլ ունենք հլը չլուծված հարցեր, լուծելով գնում ամեն, ուրեմն մեկդի ձգելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն չարախոսություն, չար բան տարածելու սիրահար ես, մենք էլ ենք չէ խոսում մարդկաց տկարությունից, խոսում ենք, որ աղոտ կանենք բուժվեն, չէ, մենք չենք ձեզի տրամադրում նրանց հանդեպ, խոսում ենք, որ դուք աղոտ կանեք, ցավ քաշեք, որ եթե իմանում եք մարդը մահամերձա, քաղցկեղա, ավելի շատ եք, չէ աղոթում, բայց որ տեսնում եք այդ քաղցկեղով մարդը բուժվավ, բայց մենք ձեզի պիտի ասենք, որ քաղցկեղա, մահվան շեմինա, ինչքան փառք կտա կոսում, այդ քաղցկեղով հիվանդը իր ընտանիքի ինչքան կփառավորի ասուն, այ եթե ես բացատրում եմ մարդու քաղցկեղը ու ձեզնից աղոթք եմ աղերսում, ես չարություն չեմ տարածում այդ մարդու հանդեպ, ու շոտերդ կարողա լսակ տկարությունը չկարակ տանեք, սխալ եք, դու նրա մեջ կայտնվեք, չուրախանաք մի եղբոր կամ քրոջ տկարության վրա, եթե հովիվը ձեզի բացատրում է, որ դուք ինչ ես մենակ աղոթեմ ինչ 50 հոգի, բայց դու չէիք իմանա, եթե ես չներկայացնես քաղցկեղով հիվանդի մահվան շեմին լինելը, որ հայ արդեն մեռնում է, չէ, հեսօրվանից արդեն կսկսեք ավելի աղոթել, որ այս քաղցկեղով հիվանդը բուժվի և մեր Աստվածը փառավորվի, ամեն, ուրեմն ով որ ունի իր մեջ չարություն, իր մեջ ստություն, դու լավ էլ գիտես, որ սուտ ես խոսում, կեղծավորություն ու խաբեություն, նախանձ և չարախոսություն, այս մարդը թող չպատկերացնի, որ ինքը լեսվում է, ինքը լվասվում է, քանի այդ անցքերը չի փակե Տերը, հլը դու լվասվելու տեղ ունես, հենց որ լվասվար պրծար, լրիվ զոդում է, ու դու սկսում ես լեսվել, անգամ 10 գրամ ջուր լեսվի արդեն քո փլավ քամիչը, գրամը չի կորի, ամեն, մենակ կտաս դու, բայց տալուց էլ կլեսվես, ամեն,
Եթե դու մի գրամ տաս, 10 գրամ լեսվում ես։ Քո հինը տալում ես նորանոր ջրերով ես ոռոգվում։ Ամեն։ Դրա համար, քանի դուք ես կետը, լվացման կետը չեք անցել, չեք կարա լեսվի, դե լվացման կետը քայլը անցնում եք, արդեն դու սուրբ անոթ եք դառնում, ու նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք, որպեսի անով մեծնակ մինչև փրկություն։ Ինչի համար ժողովուրդ տեսեք ինչ է ասում երկրորդի վերևը առաջինի 22-23 խոսքերը։ Ձեր անձերը մաքրեցեք հոգի միջոցով ճշմարտության խոսքին հնազանդվելով։ Ամեն։ Հիմա տեսակ որ ճիշտն է մաքրությունը։ Ձեր անձերը մաքրեցեք հոգի միջոցով ճշմարտության խոսքին նկատի ունի, ճշմարտության հնազանդվելով, եղբայրասիրության մեջ անկեղծ լալով, սուրբ սրտով մեկդ մեկին պին սիրեցեք, նորեն ծնածը լալով, ոչ թե ապականացու սերմեն, հապա անապականացու են Աստծո կենդանի ու հավիտենական խոսքովը։ Հիմա տեսակ, որ խոսքն է ձեզի բժշկում, խոսքն է ձեզի շինում, որ չլա թե նորեն դառնաք ձեր փխսածն ուտելու։ Ժողովուրդ ինչը խոստովանվում եք, մի գնացեք ուտելու, մի գնացեք դրա կողմը, սա զզվելի տական քայլ է, բայց շատերս անում ենք, հատկապես մեդիայի ինտերնետի հանդեպ։ Գերված ենք, Տերը տենում է, բայց մի օր կբարկարա ու կպոջի։ Բերեք ուխտեր անենք, բերեք սանձ դնենք։ Մեր գրքի աղոթքի ժամերը չտանք դրան, ուրեմն դու Տիրոջը լման չես սիրում, որ իրան գիշեր-ցերեկ ժամանակ չես տալում, բայց գիշեր-ցերեկ եսա տխմար հեռախոսից չեն կարող ազատվենք։ Այս ծածներս դրած ման են գալիս, ձեռներիս բաննա, ճակատանոցն ու կնիքնա դարը։ Հետ ես չէ, որ հեռախոսս ինչ էլ է, վազա, էլ չես նայում, որ տաքսի իր կոն չէ, գնաց, կյանքը մացել է սեղանին։ Ճիշտ չեմ ասում, սա կլխնեն ասենց են անում, հեռախոսս, ինչ որ Քրիստոսը տլներ էտի, բը Քրիստոսին որ կործրեր ես վրեն չես նայում, են չի իսկի էտի, չեզի չի մտահոգում, որտև Քրիստոսը թանկ արժեք չէ քո համար, Քրիստոսը ամենաթանկը չէ քո համար, ամեն, թող Տերը փառավորվի, հասկացաք, եթե դուք ես ակետը չանեք, դու երբեք չեք կարա ազատվեք են B և G կետերից, եսի պտի մտնի, որ արդեն հագուստի թերությունը տեսնես, եսի պտի մտնի, որ աշխարհիկ ծեսերի ծիսակատարության վտանգներն հասկանաս, որ դրա համար նզով քա գալու քո տան վրա, հələ մեկ էլ պտի նզովքից մի բան տենաս, նոր վախենաս ապաշխարես, Էստան պիտի լինի, որ ներքին և արտաքին կուրքերից փշրվեք, հիմա հաջորդը իրականից արտաքին կուրքերից մեզի մաքրելու, հագուկապ, կուրքեր, բայց ամենավերջում մտածեք, որ ներքին եսից, ներքին հին մարդի բնավորության գծերից, նախանց, չի երևում կասես նայեմ, ոտիս գլուղ գլխաշորով պարկեշտ յուբկայով կույրի կա, բայց ներսը հրեշա, նախանց, հպարտ, մեծամիտ, չարախոս, արտաքինի չի երևում, թեկուզ աչքերը ցույց են տալիս, մարդու աչքերը հոգու հայելին են, ամեն, բայց նայում ես արտաքինն են ծիծաղ ունի, քեղծաբիտակից ծիծաղում է, ասպես մամատ քեզնից 7 հատ բերելի, բայց երը գնատունը, վայ, ինչ 7, մի հատ է չծնվեր ավելի լավ էր, եղավ, գնա իրա վարքի մասին հարցրա տանեցիքից, դուսը բոլորը հոգևորներ են, ամեն, ուրեմն այսքանով ավարտեցինք մեր այսօրվա պատգամը, սիրելի Աստծո ժողովուրդ, իրականից քանի դուք չբաժանվեք աշխարհից, չնվիրվեք գրքի աղոթքի կյանքին, ավելի ճիշտ աղոթքի ու գրքի կյանքին, միշտ աղոթն առաջնային, աղոթ չէ լավ, ձեր կյանքում գիրքը կպակասի, աղոթքը շատացավ, գիրքը ժամանակ առ ժամանակ ծարավ կարաջաստի ու ամեն բան կթողես և կվազես ծարաված գարան նման այդ գրքին, ամեն, աղոթքը տարավ գիրքը տանելու է, աղոթքը եկավ գիրքը գալու է, աղոթն ու գիրքը եկավ աշխարհը գնալու է, սրբությունը գալու է, ամեն,
Իսկ եթե աղոթնու գիրքը մարավ, աշխարհը հայտնվելու է եւ գիրքը նահանջելու է եւ դու դառնալու ես գաղջ, մեռած քրիստոնյա եւ կրկնակի նզովվելու ես, հացի կարոտ ես դառնալու, բոմժ կոպիտ ասած, որ դու ասում ես քո Տեր Աստծուն ձգեցիր, կերար, գիրացար ու քացի տվիր, ասո օրենքները քո համար արժեք չկազմեցին, դրա համար պետք է գնաս, ինչ անես Բաբելոնում քո կեղտով հացը թխես, որ Եգիպտոսում աչարի քակորով էիր թխում, ամեն, մարգարեության մեջ գրված է քոնովը կթխես, ու կհասկնաս ինչեր քո Տեր Աստծուն ձգել, աղոթենք։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիտենության, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, անունդ պաշտվի ով մեծը նզոր Տեր, պատիվ մեծություն, օրհնություն, փառաբանություն քեզ, ով Տերերի Տեր, թագավորների թագավոր, ով երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս, այցել է բոլոր քուր եղբայրներին, որոնք վատնում են իրենց ժամանակները ու ժամանակը ծախու չեն առնում, Տեր թող ժամանակը ծախու առնեն ու քեզ նվիրեն, որովհետև ժամանակը փչացնելու համար պիտի մեկ օր պատասխան տան ժամանակի տվողին։ Խնդրում եմ քեզանից երթնային Տիրակալ, խնդրում եմ քեզանից երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տեր, ողորմությունը տարա տիեզերքի արարիչս, ողորմությունը տարա ով երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տեր, օրհնե պաշտամունքի մնացած ժամն ու վայրկյանը եւ այս վարդապետական ուսուցումներով մեզի կրթե ու դաստիարակե եւ մեկուսացրե աշխարհից եւ նրա բոլոր դիվային ցանկություններից։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։